Կորդոն բլուն դա մսով շնիցել է, որը խճողված է խոզապուխտի և պանրի շերտերով։ Կորդոն բլու ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է կապույտ ժապավեն։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք կորդոն բլու։ Կորդոն բլուն պատրաստում են տարբեր մսատեսակներից։ Այսօր կառաջարկեմ հավով տարբերակը։ Նախապատրաստենք համեմունքը։ Կվերցնենք Մարանիկ ընկերության աղ, աղացած սև պղպեղ, և քարի։ Այժմ հանենք այն, ինչ մեզ պետք կգա։ Տեղադրենք տախտակը։ Վերցրել եմ 3 հատ հավի կրծքամիս։ Կտրում ենք հորիզոնական։ Որից հետո համեմում ենք մսակտորները։ Դա անում ենք երկու կողմից։ Եվ թակում ենք։ Նախապատրաստենք 3 ափսեներ, սա ձվի համար 2 ձու ենք ջարդում, համեմում ենք Մարանիկ ընկերության աղով, քրքումով և հարում ենք։ Եվս երկու ափսեմ, մեկի մեջ կլցնենք ալյուր, մյուսի մեջ պաքսիմատ։ Մարանիկ ընկերության պաքսիմատ։ Պաքսիմատը առաջարկում եմ համեմել պարմեզան պանրով։
Մսի մի շերտին դնում ենք պանիր և խոզապուխտ, այնպես, որ եզրերը ազատ մնան, կարելի է ևս մեկ պանիր դնել, այսպես, մյուս շերտը դնում ենք վրան, թեթևակի ծայրերը մուրճի օգնությամբ այսպես հարվածում ենք ծայրերին, որ ամրանա, ոչ թե հարվածում ենք, այլ ծեծում ենք, այսպես, շատ լավ ստացվեց, այժմ սա թավալում ենք ալյուրի մեջ, ալերապատում ենք, ավելորդ ալյուրը այսպես փորձում ենք մաքրել վրայից և թաթախում ենք ձվի մեջ, որից հետո կպաքսիմատապատենք։ Պաքսիմատապատելուց հետո դնում ենք գունավոր հարթության վրա։ Նույն կերպ ձևավորում ենք մնացածը։ Կիսապատրաստուկները որոշակի ժամանակով հարկավոր է ուղարկել սառնան, որից հետո կտապակենք, իսկ մինչ այդ հավաքենք սեղանը։ Ամեն ինչ մաքուր է, կիսապատրաստուկները պատրաստ են տապակվելու։ Վերցնում ենք մեծ տապակը, լցնում ենք Սլոբոդա ապրանքանիշի եգիպտացորենի յուղ, հիսուն գրամ կարակ, թերևս 30, կարծում եմ բավական է։
Առաջարկում եմ տապակի մեջ եղած յուղը համեմել խոզապուխտով։ Վերցնում ենք 1, 2, 3, 4, 5 շերտ խոզապուխտ, կտրատում ենք ձողիկների, խոզապուխտը կտապակենք, որից հետո կհանենք տապակից, փաստորեն կստացվի խոզապուխտով համեմված յուղ։ Հենց այդ յուղի մեջ կտապակենք գորդոն բլյուն։ Իսկ խոզապուխտը, որը կհանենք, կօգտագործենք աղցանի համար, որը կմատուցենք նրա հետ միասին։ Խոզապուխտը կտապակենք այնքան, մինչև կարմրի այսպես խրթխրթան դառնա։ Մինչ խոզապուխտը տապակվում է, ժամանակ չենք կորցնում։ Անցնում ենք խավարտի մյուս բաղադրիչին։ Դա կախասունքն է։ Ինչ ենք անում նրա հետ։ Վերցրել եմ կես կիլոգրամ հանգիստ։ Ծածկենք այսպես։ Վերածում ենք այսպես թելիկների, կտրատում ենք եւ ուղարկում ենք ջեռոց խորովվելու։ Տարածում ենք, համեմում ենք մառանիկ ընկերության աղով, ծովի աղով, ցողում ենք Սլոբոդա ապրանքանիշի եգիպտացորենի բուսայուղով, ջեռոցը արդեն կարելի է միացնել գրիլ եղանակով։ Թող տաքանա, տաքն ու վրա ենք անում, որպեսզի հավասար յուղը տարածվի։ Եվ ուղարկում ենք ջեռոց, թողնում ենք այնքան, մինչև եփվի։ Տեսնենք ինչ վիճակի այստեղ։ Վերցնենք նախ կրակից, թող մի փոքր սառչի։ Հանում ենք ափսեի մեջ, սա ավելի ուշ կօգտագործենք։ Մնա այստեղ։ Եվ տապակում ենք կորդոն բլյուն։ Կարծում կտեղավոր եմ։ Չէ, ոչինչ։ Հերթով կտապակենք, թող կարմրի։ Անցնենք առաջ։ Մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ խավարտի համար, այսինքն կորդոն բլյուի հետ մատուցելու, դա բազուկն է։ Վերցնում ենք սիրելի ամանը,
Եվ քերում ենք նախապես խաշած բազուկը։ Քերում ենք մեծ անցքերով։ Այսպես։ Անմիջապես մշակում ենք նաև մյուս բաղադրիչը։ Դա մարինացված վարունգն է։ Իդեպ ասեմ, որ բազուկը վերցրել է 3 հատ։ 3 հատ միջին չափի բազուկ։ Նախապես խաշել է եւ քերեցինք։ Մարինացված վարունգը 10 հատիկ է։ Միջին չափի վարունգներ։ Սա էլ ենք քերում։ Շրջենք։ Ես կողմից էլ կարմրացնենք։ Բազուկին և վարունգին առաջարկում եմ ավելացնել թարմ կանաչի։ Թարմ կանաչիներից կվերցնեմ կանաչ սող և սամիտ։ Փոքր փունջ։ Կանաչ սող, փոքր փունջ, սամիտ։ Մանր կտրատում լցնում ենք վրան։ Սիրելի ամանի մեջ ենք լցնում նաև խոզապուխտը։ Չմոռանանք խոզապուխտի մասին։ Այժմ պատրաստենք սոուս։ Սոուսի համար կվերցնեմ Սլոբոդա ապրանքանիշի թթվասերային մայոնեզ։ Սրան կավելացնեմ մանանեխ, մեկ թեյ գթան, մառանիկ ընկերության աղ, ծովի, սև պղպեղ, կարելի է մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, ոչ լայմի հյութ, մի քանի կաթիլ թարմության համար։ Փրկում ենք սունկը։ Շատ լավ է։ Այսպես վերցնում ենք սիլիկոնի գորգով։ Լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Լցնում ենք սոուսը։ Եվ լավ խառնում ենք։ Վերջ ամեն ինչ պատրաստ է։ Կմատուցենք կորդոն բլյուի հետ միասին։ Կորդոն բլյու։ Համեմունքի համար աղ, սև պղպեղ, քարի միասին խառնել։
Հավի կրծքամիսը հորիզոնական կտրել, երկու կողմից համեմել նախապատրաստած համեմունքով, տոպրակով ծածկել, ծեծել, ափսեի մեջ ցու ջարդել, համեմել աղով, քրքումով, արել, այլ ափսեի մեջ լցնել ալյուր, մեկ ուրիշի մեջ պաքսիմատ և քերած պարմեզան պանիր, հավի կրծքամսի վրա դնել պանրի շերտ, խոզապուխտ, կրկին պանիր, կրծքամսի մյուս շերտը դնել վրան, մուրճի օգնությամբ ծայրերն ամրացնել, երկու կողմից ալրապատել, թաթախել ձվի մեջ, պաքսիմատապատել, որոշ ժամանակով ուղարկել սառնարան, եգիպտացորենի բուսայուղ տաքացնել, ավելացնել կարագ, ծողիկաձև կտրատած խոզապուխտ տապակել, հենց տապակվի, հանել տապակից, մի կողմ դնել, նույն յուղի մեջ տապակել կորդոն բլյուն, աղցանի համար կախասունկը վերածել թելիկների, համեմել ծովի աղով, ցողել եգիպտացորենի բուսայուղով, տակն ու վրա անել, նախապես տաքացրած ջեռոցում գրիլ եղանակով եփել, թասի մեջ լցնել քերած նախապես խաշած բազուկ, քերած մարինացված վարունգ, մանր կտրատած կանաչ սոխ և սամիտ, տապակած խոզապուխտը, կախասունկը, սոուսի համար թթվասերին ավելացնել մանանեխ, համեմել ծովի աղով, սև պղպեղով, ավելացնել լայմի հյութ, խառնել, սոուսն ավելացնել աղցանի բաղադրիչների վրա, լավ խառնել, կորդոն բլյուն մատուցել աղցանի հետ։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի փափկամիս, լոլիկ, քաղցր և կծու պղպեղներ, սլոբոդա ապրանքանիշի մթերք և ընտրյալ հատիկ համի գաղտնիք, դե իհարկե մարանիկ։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։